Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Արաբագետ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկ Քոչարյանին։ Բարև պարոն Քոչարյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Քոչարյան, այսօր կրկին թեման մերձավոր արևելքն է եւ իրավի օրերս շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ, որի մասին շատերը սկսեցին խոսել, խոսքը Սաուդական Մեքքա քաղաքում Սաուդյան Արաբիայի, Պակիստանի եւ Թուրքիայի միջև պաշտպանական համաձայնագրի ստորագրումներ, պաշտպանական պակտը, ինչպես ասում են, որը նաեւ հայտնի է Մեքքայի համաձայնագիր անվամբ, փաստաթուղթը ներառում է հետաքրքիր կետ, ըստ որի եթե կողմերից մեկի վրա հարձակում կդիտվի բոլորի դեմ հարձակում, երեք կողմերից եւ այս իմաստով շատերը զուգահեռներ տարան ՆԱՏՕ-ի հետ, կխնդրեմ մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեք այս համաձայնության նշանակությունը եւ ի վերջո արդյոք որքանով է մերձավոր արևելքում պատկերավորած մի նոր ՆԱՏՕ ձևավորվում։ Շնորհակալություն, թե հիշում եք մենք ձեր մոտ խոսել ենք տարբեր առանցքների ձևավորման, որի մի առանցքը այդ պակտի անդամ երկրներն են, մյուս առանցքը Հնդկաստան, Էմիրություններ, Իսրայել, Հունաստան, Կիպրոս, որը ի դեպ եթե սա այդքան ուշադրության, բայց այդ համաձայնագիրը ստորագրելի պակտ ստորագրելուց հետո կամ ոնց համաձայնագիր թողնի անունը ստորագրելուց մոտ եթե 10 կամ մոտավորապես այդքան ժամանակ առաջ էլ հայտնի դարձավ որ ինչ որ մի փաստաթուղթ է ստորագրվել է նաև այդ Հնդկաստան, Իսրայել, Հունաստան, Կիպրոս այդ առանցքի շուրջ համագործակցության, այսինքն մենք այդ դրա մասին խոսել ենք, որ ձևորվում են այս առանցքները մերձավոր արևելքում կապված նոր ստեղծված իրավիճակով, որտեղ կա Միացյալ Նահանգների Իրանի չլուծված խնդիրը ռազմական այս process-ը, որը անընդհատ բանակցային կամ կա կամ չկա կամ ոչ մեկ մենակ երբ թե բանակցողը գիտեն ինչի մասին են բանակցում, որտեղ այն ինֆորմացիան ուղղակի միշտ հակասող է։ Մյուսը Իսրայելի գործողություններն էին մերձավոր արևելքում, որոնք դարձրեցին ամբողջ այս նոր ճարտարապետության կամ նոր անվտանգային համակարգերի փնտրտուքը դարձրեցին ակտուալ։ Այսինքն սրանք այս ամբողջ կոնտեքստում են, թե ինչ է հայտնի մեզ այդ Մեքքայի համաձայնագրից, ոչ մի բան բացի այդ ձեր թվարկած դրույթից, որտեղ տեքստը չկա, այսինքն գիտենք Ֆիդանի հայտարարությունը, որ բառացի ասում է, որ դա ՆԱՏՕ-ի 5-րդ կետի կրկնությունն է մոտավորապես, այսինքն այդ փոխադարձ օգնությունները հարձակման դեպքում, բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա, որտեվ հարց առաջանում, թե կար մինչև էլ որոշակի համաձայնություններ այս երկրների միջև փոխօգնության, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիա, բայց ոչ մի գործողություններ չեղավ, երբ որ Իրանը հարվածեց կամ հութիները գործողություններ են անում։ Այստեղ մի հանգամանք կա Իրանի պարագայում, Իրանը երբ որ գործողություններ անում ասում է, որ երկիրը չի թիրախում Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը, ինչը դիվանագիտական եւ հնարավոր բոլոր ճանապարհներով պետությունների միջև կար այդ հնարավորությունը, այդտեղ էին ասում, որ մեր սա հարձակում չի ձեր պետության դեմ, այլ կոնկրետ Միացյալ Նահանգների ցանցի դեմ ենք պայքարում, որը մեզ թիրախավորում է։ Սա որոշակի այս նյուանսներ ունի այս հարաբերությունները։ Հութիների հարձակումն էլ կամ ոչ հութիական այլ խմբեր եթե կլինեն, սրանք էլ ունեն, ասենք, պետական ստրուկտուրաներ չեն։ Այսինքն պակտ ինքը ենթադրում է երրորդ պետության հարձակում։ Այսինքն այս պաշտպանողական նոր համակարգի նյուանսը դա է, որ սա մեծ տեղաշարժի դեպքում մերձավոր արևելքի տարածաշրջանում նոր հնարավոր է գործարկել։ Մնացած բոլոր պարագաներն, բոլոր այդ երկրները թողնված են իրենց հարցերը լուծելու։ Այսինքն Իրան-ամերիկյան ընթացող պատերազմը չի կարող սպառնել, որ այս պակտից դրված որևէ երկիր անցնի գործողություն։ Դեռ ոչ, ու այդ հայտարարեցին երկու կողմերն, բայց որտեղ առաջնային նպատակը դա չի։ Այստեղ առաջնային նպատակը այդ պակտի բոլորն էլ հասկանում են, որ Իսրայելն է։ Դա համար հնարավոր է, եթե հանկարծ այնպես գործողություններ լինի, որտեղ որ այսինքն Իսրայելի դեմ ուղղված գործողություններ լինեն, նոր տեսնենք կոնսոլիդացիան, այո, բայց դա պետք է
շատ հանգամանքներ համընկնեն եւ շատ բան փոխվի մեր զորավարելիքում։ Այսինքն սա զսպող պակտ է, ինչը նոր ճարտարապետության անվտանգային սահմաններն է գծում, որը ինքը բան չի, հարցողական պակտ չի, որովհետեւ այնտեղ ներգրաված երկրներից ռազմական եթե վերցնենք Պակիստան-Հնդկաստան կռիվը մի ֆակտորը պրոբլեմատիկ է։ Հա, այնտեղ կարող է սա գործարկվի, այսինքն Թուրքիայի դեմ գործողությունները, որ Թուրքիան վերջ շրջանում անդադ բարձրաձայնում է Իսրայելին մատնաշելով որպես ոսկ կոնստրուկտիվ հարևան եւ գործընկեր տարածաշրջանային անվտանգության համակարգում, այսինքն կարող են այս ամբողջը աշխատել գործարկվի, բայց դեռ դրանք չկան ու սրանք զսպող են ավելի շատ այս համագործակցությունը կցանկանան այլ երկրներ միանան, այո, կախված իրավիճակից, որովհետև սա բազա է պատրաստում այս երկրների պոտենցիալները համադրելու ռազմական ոլորտում որոշակի դառնալ որոշակի առաջամարտիկը մեր զորավարելիքում։ Բայց կարելի է ասել, որ սա բոլոր դեպքերում ինքը առանցքային համագործակցություն է, այսինքն զուտ համագործակցություն չի, ինքը ինչ-որ թեվա ձևավորում։ Ինքը հաշվարկնաբերում է դրույթի առկայություն։ Այո, ինքը ձևավորում է որոշակի ճարտարապետություն առանցքա ձևավորում, որի նախադրաններ կար 2 տարի այդ ամեն ինչի մասին խոսվում էր, նախաստորագրվեցին նմանատիպ ինչ-որ դաշինքներ կազմեցին, համատեղ զինվորական վարժանքներ էին արվում, ճիշտ է, ամբողջում կար նաև Եգիպտոսը, բայց տեսանք, որ Եգիպտոսը չկա, բայց որտեվ նույն Թուրքիայի կողմից ձևակերպված որտեվ Ֆիդանի հարցազրույցն ունենք մեծ հաշվով, ասաց, որ Թուրքիան Եգիպտոսը որոշակի տեխնիկական պարամետրերի համապատասխանելու դեպքում կարող է նաև մաս կազմել, թե ինչ են պետք է երևի թե փաստաթուղթ ունենանք, որ կարողանանք հասկանանք ինչի մասին է խոսքը։ Շատ լավ, իսկ սա բացի պաշտպանական ռազմական համագործակցությունից արդյոք ենթադրելի է նաև տնտեսական բաղադրիչ, թե բացառությամբ պաշտպանական է։ Եթե նայեք, Թուրքիան անցած տարվա տվյալներով արտահանել է մոտ 3 միլիարդ թե ավել ռազմական արդյունաբերության իր արտադրանքը։ Իսկն շատ դժվար է տնտեսությունն ու ռազմական տարանջատել, իսկն սրանք իրար փոխկապակցված են։ Այսինքն կա թուրքական ռազմական ինդուստրիա, որը արտահանում է թե Պակիստան, թե Սաուդյան բոլոր տեղերներով կա, այսինքն ավելյալ ներդրումներ այդ ոլորտ ներգրավելու, ինչը որ մեծ սիրով երևի թե կտրամադրեն սաուդական կողմը փոխադարձ շահավետ ակնես փաստաթղթերի հիման վրա, որտեղ ընդհանրաբար այլ փաստաթղթեր են զուգահեռաբար ստորագրել, որոնց մասին չի ասում։ Այսինքն բազմաոլորտ համագործակցություն։ Այո, սա ձևավորվում է մի նոր դաշտ համագործակցության, որը փոխում է մեր զորավարելիքում հաշվարկների հնարավորությունները, ասենք ասենք, որտեղ սա չի վերացնում գործող պարտավորությունները, որոնք կան Միացյալ Նահանգների հետ սաուդական եւ որտեղ սրան զուգահեռ կա նաեւ Միացյալ Նահանգների պրոյեկտը մեր զորավարելիքի համար, դա Աբրահամյան համաձայնագրերն են։ Հիմա սա մեկը մեկին խանգարելու է, թե փոխ լրացնելու է։ Սա էլ արդեն դիվանագիտության եւ աշխատելու հարց է Միացյալ Նահանգների եւ գործընկերների հետ, մի կողմից եւ այլ։ Քանի որ այս հարցը բարձրացիք, արդից օգտվում եմ, այսինքն Աբրահամյան համաձայնագրերը, մենք գիտենք, որ Իսրայելը շատ է ցանկանում, որ այս համաձայնագրերին միանա Սաուդյան Արաբիան, որտեղ ամեն որից որ կտրում է, այսինքն ցամաքային, որ կարող է միանալ Իսրայելը ամեն, դա հենց Սաուդյան Արաբիան է հիմնականում եւ շատ է ուզում։ Հիմա այս պակտը ինքը խանգարելու է Սաուդյան Արաբիային, որպեսզի այդ հնարավորության պատանը փակվելը, որ ինքը միանա։ Պետք չասենք խանգարելու, այլ հնարավոր մանևրի բավական մեծ դաշտ է տալիս, հնարավորություն է տալիս Սաուդյան Արաբիային բանակցելու եւ բանակցությունները տարբեր հարցեր քննարկելու արդեն։ Շատ լավ, խոսելով Միացյալ Նահանգների քաղաքականությունից, կուզեի այս հարցը ձեզ հետ քննարկել նաեւ ձեր կարծիքը, որ ուշադրություն ենք դարձնում նաեւ ձեր մատնանշած բոլոր առանցքներին, դրանք բոլորը Միացյալ Նահանգների կարևորագույն դաշնակիցներն են, հա, նույն այս
պակտի մասնակիցները եւ դեպի մյուս առանցքի Իսրայելից մինչեւ Հունաստան եւ այլն, ո՞նց հասկանալ սա, այսինքն տարածաշրջաններում լինում են բաժանումներ եւ սա որքանով է ինչ որտեղ նաեւ Միացյալ Նահանգների շահերի դեմ, հաշվի առնելով այդ անվտանգության հովանոցի դերը, որ Պակասի մասին շատերը խոսում են Իրան-ամերիկյան պատերազմի ֆոնին եւ այլն, սա որքանով է ամերիկյան շահերի դեմ կամ իրենց քաղաքական գաղափարները պաշտպանելու միջոց, որքան որ սա համակարգված է գուցե Միացյալ Նահանգների կողմից, որպեսզի այդ պատասխանատվության բեռ ասեմ, թե պատասխանատվությունը բաժանի տարածաշրջանում տեղում իր դաշնակիցների վրա։ Իրեք քիչ շատ բարդ խճճված սխեմա կարող է թվալ եւ փորձում ենք ամեն ինչ միշտ ինչ-որ բարդ խճճված բաներ տեսնել, բայց տեսեք, իմ տպավորությամբ Միացյալ Նահանգները մերձավարվելքում սահմանում են խաղի կանոններ։ Ասում եմ, որ սենց է խաղի կանոնները։ Հիմա այդ խաղի կանոնների շրջանակներում դուք իրար հետ կբանակցեք, իրար հետ ոնց կանք, որտեղ ի վերջո այդ բոլոր այդ հարաբերությունը Միացյալ Նահանգները կա։ Նոր Միացյալ Նահանգները չի ընտրում կողմ լինելը։ Ինքը հավասարապես բոլորի հետ աշխատում է։ Շատ նման այնպես չինական արտաքին քաղաքականությունները բոլորի իրանք ամեն բոլոր կողմերի հետ են աշխատում։ Որտեվ կողմ լինելը քեզ դարձնում է կոնֆլիկտի կամ գործընթացի մի մաս։ Այստեղ դու վերահսկում ես, դու վեր ես կանգնած այդ process-ները։ Շերը թույլատում այո, միշտ։ Համաստ Միացյալ Նահանգների տենց խնդիր չկա։ Միացյալ Նահանգները աշխատում են բոլորի հետ էլ ունեն իրենց օրակարգերը, ինչ հանգամանքների բերումով կամ այն դիվանագիտություն, որ իրականացնում են, փորձում են, եթե իրենց շահերից բխում, միատեղում են որոշ գործողություններ, ինչ օրինակ նույնիսկ պակտը չեմ կարծում, որ վնասում է Միացյալ Նահանգներին։ Թվում է այսինքն առաջին հայացքից Միացյալ Նահանգների կամ Ամերիկա կենտրոն անվտանգային համակարգը, որը կար մեծարան քանդումը, բայց չէ, նման նույնն է։ Դրան է ուզում բերել, հա, ստացվում է, որ մակրո միկրո լեվելներն են տարբերվում։ Այսինքն միկրոյի վրա դուք ձեր տարածաշրջանում իրար հետ որոշել եք, դուք եք աշխատեք, փորձեք Միացյալ Նահանգների հիմնական բանը, որ ճանապարհները աշխատեն, կոմունիկացիաները աշխատեն։ Եթե այդ պակտը բերում է նրան, որ զսպող մեխանիզմներ ստեղծում եւ ձևավորում այդ ենթակառուցվածքների աշխատանքը, որ չի խանգարում, չի կտրում ենթակառուցվածքները, ուրեմն դրանք ընդունելի են։ Այսինքն որ իսկ Միացյալ Նահանգները եթե վերցնենք հիմնական պակտի հիմնական թիրախը զսպել Իսրայելին, Միացյալ Նահանգները չի ուզում, որ Իսրայելը լինի ավելի անկառավարելի կամ գեր խաղացող տարածաշրջանում։ Նա էլ ուզում զսպի, բայց շատ հաճախ տեսնում ենք քաղաքականության մեջ շատ գործիքներ, լոբիներ տարբեր են աշխատում, այստեղ հավելանում է մի գործիք, որը հնարավորություն է տալիս նաև զսպել տարածաշրջանում այս խաղացողին։ Նա էլ չի նստում պահավոր, նա էլ իր առանցքն է ձևավորվում համագործակցություն, որում փոխադարձաբար զսպող են։ Այսինքն սա Միացյալ Նահանգների շահերից է, եւ որտեվ այդ հնարավորություն է տալիս տարածաշրջանի ենթակառուցվածքները աշխատացնել։ Քանի դրանք աշխատում են, ու Թրամփի ամենա այդ սիրված իրավիճակն է, եթե կարանք փող աշխատենք, ինչի կռիվանենք։ Հասկանալի է։ Իրանի մասին կուզեի խոսել, Իրանը կարելի ասել ավելի շատ ողջունեց, քան քննադատեց, ավելի շատ ողջունեց, ասելով որ նրանք բոլորն էլ մեր հարևաններն են, հատկապես Պակիստանը եւ Թուրքիան։ Սա Իրանի շահերից, Իրանի տեսանկյունից բխում է իրենց շահերից, թե ոչ։ Սա համապատասխանում է Թեհրանի այն առաջ քաշած թեզից, որ իրենք փորձում են այդ Պարսից ծոցի երկրների հետ կապված կոալիցիայի ստեղծմանը։ Երբ սա հիմնական պարսկական արտաքին քաղաքականից իրանական են բաններ, որ տարածաշրջանի անվտանգությամբ պետք է զբաղվեն տարածաշրջանի երկրները։ Առանց Միացյալ Նահանգների։ Առաջին արտաքին խաղացողների, որ դեպքում Միացյալ Նահանգներն էր եւ այլ։ Այսինքն սա այդ տեսակետից միգուցե նաեւ մեկ հանգամանք որ ողջունել է, որտեղ սա իրենք էլ էին ուզում ժամանակին ունենալ մի ստրուկտուրա, որը տարածաշրջանային լինի եւ դուրս մղի հնարավոր արտաքին խաղացողներին ստեղ։ Երկրորդը նաև իրենք էլ են հասկանում, որ սա դաշինքը Իսրայելի դեմ է։
Իսրայելին զսպելու մեխանիզմը։ Եվ որոշ չափով նաև Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածություն տարածաշրջանում կարող է նվազեցնել, եթե ստեղծում են տարածաշրջանային բալանսավորող զսպող մեխանիզմներ, կարող է Միացյալ Նահանգները այլ այսինքն ռեսուրսները ու ռազմական միջամտության խնդիրներ չեն կողմում, արդեն այդ օրակարգում հայտնված չլուծված Իրանը ամերիկյան ռազմական հարցի լուծումը, որը ավելի երկարի, ավելի նոր հնարավորություններ է բացվում Իրանի համար, արդեն իսկ հայտարարություններ, որ sense կբանակցեն մինչև Տրամփի ժամկետի ավարտը։ Հասկանալի։ Խոսելով այդ կոմունիկացիաների մասին եւ ընդհանրապես ամեն մեկը որ մի թեւ առաջ քաշում, դիցուկոնակես պակտի անդամ երկրների եւ նաեւ Իսրայելի իր դաշնակիցներով խոսքը որ կոմունիկացիաների կամ որ ուղղության մասին է ավելի կոնկրետ, որ թեւի շուրջ են փորձում առավելություն ստանալ այս կողմերը կամ բլոկերը պայմանական ասած։ Կոմունիկացիա ասած ենթականում բոլորի ամեն ինչն ասած թե ծովային, թե ցամաքային, թե մալուխային, թե էներգետիկ, բոլորը կարևոր են, որ աշխատեն տարածաշրջանում։ Հիմա Օրմուզի շուրջ ձևավորված է ամեն ինչը ճիշտ է մենք անդադար կավ թե այս վերահսկողության տարածքով իրանական թողեցին անցավեսի շնավերը, ինչ բաները, ոնց է դառնում է սովորական այդ ամեն ինչը։ Հա, ադապտանում։ Այսինքն դա ու զուգահեռ ենթակառուցվածքն են կառուցում։ Օրինակ անում Օմանի ծոցում էմիրատական խորֆականը նավահանգիստը, որը բնական խորչիջան նավահանգիստ է, ոչ թե բնական է, որը մոտ 5 միլիոն կոնտեյներ տարեկան սպասարկող բան է, արդեն իսկ կա որոշ ներդրումներ, որ դարձնել 2 անգամ մեծացնել։ Համացան համար հիմնական նավահանգիստը էմիրատական Ջեբել Ալին մոտ 20 միլիոն այդ 20 ֆուտանոց կոնտեյներների սպասարկում ուներ տարեկան, բայց սա հիմնադարձել է այսօր Չինաստանից հիմնական, այսինքն մեր էմիրություններ եկող տրանզիտային ճանապարհի կարևոր կետը, որը այսինքն գալիս է օմանական ծոցի հատվածում էմիրատական տեղափոխվում շարժը, այնտեղից կարող գնալ Սաուդյան Արաբիա, հետո շարունակի դեպի ներքին ենթակառուցվածքները, այսինքն արևելք արևմուտքը սաուդական դեռ շատ բաներ կան, թվարկենք, այսինքն հիմնական Բաբել Մանդեբի նեղուցը, որը քննարկում է կապվածությունների հետ փակման կամ որը անհնար է փակել, ինչու որտեղ Ջիբուտիում, որը Բաբել Մանդեբի անվանությամբ, այնտեղ երևի թե բացի Ռուսաստանից բոլոր պետությունները ռազմական ներկայություն ունեն։ Ռուսաստանը փորձել, չարագործում էր, օգտագործում էր նկատեմ գլոբալ փորձող խաղացող պետություններից։ Այսինքն այնտեղ կոալիցիա պետք չի լինելու կազմելու, որպեսզի բացեն այդ նեղուցը, այնտեղ արդեն կան զորքերը։ Դրա համար տեսնում ենք, որ մոդելների փորձերը շատ սահմանափակ են եւ պատասխանը շատ կտրուկ է լինում, այդ համար այնտեղ եթե Միացյալ Նահանգները Հորմուզի պարագայում պետք է կոալիցիա հավաքեր, համոզեր, բերեր մարդկանց, որպեսզի որտեղ սա իրանական եւ օմանական ափերն են, այնտեղ արդեն կան այդ ուժերը, այնտեղ գործում են այդ տրամաբանություն, որ դա չպետք է փակվի։ Բայց երբ որ ունենում ես որոշակի նաև տենց համաձայնություններ պակտել, սա ավելի երաշխավորված են այս ուղիների աշխատանքը։ Հիմա շարունակությունն էլ դեպի Կարմիր միջերկրական ծով, այսինքն եգիպտական տարածքներով, բոլոր կոմունիկացիաների համար պայքար են ընթանում։ Արևելյան միջերկրականի խնդիրներ կա, որը օրակարգի չի վերացել։ Այսինքն սա էլ, եթե վերցնենք սիրիական տարածքները, որոնք տեսակ ռուսական բազաները փոխանցվեցին սիրիական կողմին, համատեղ որոշակի բանը, բայց փաստացի փոխանցվեց սիրիական կողմին, ռազմական ինչ-որ ուսումնական կենտրոն սարքելու բան, բայց վերահսկվում է սիրիական ուժերում, այսինքն Լաթաքիայի
միջեկան ծովի ափնել ներդրումները, որ կատարում են թե էմիրատական, թե սաուդական, թե կատարական, օրինակ կատարական ամենա հայտնի գյուղամթերքներով զբաղվող կա Բալադնա կոչվող այդպես մի կորպորացիա, որը 3.3 միլիարդ ներդրում անում գյուղատնտեսության մեջ սիրիական։ Այսինքն ամբողջական ցիկլերը ստեղծելով մշակում, այսինքն սա ահռելի մեծ բան է կապված այդ համաձայնությունները դրա համար է պետք որ այս ամբողջը ստեղծի դաշտ տարածաշրջանը սկսի աշխատել։ Միացյալ Նահանգները շահերից դա է բախում։ Միացյալ Նահանգներն են դրա հովանավորը փորձող, այսինքն տրամաբանության մեջ նաև ճյուղը շարունակում է այդ միջին միջանցք ասած, որը պետք է գա անցնի Տրիպով կամ Հայաստանով։ Կարևոր թեմաներից մեկը, որ իսկապես այսքան կոմունիկացիայի մասին շատ ենք խոսում։ Այստեղ Հայաստանը այսքան հիմնականում այս առանցքում ներգրավելու համար պետք է ուշադրություն դարձնել արևելք արևմուտք միջանցքին։ Հայաստանի պարագայում այստեղ խնդիրը դրան որ պետք է ձևավորվող երկու առանցքներ հետևեցնենք որ կան, որտեղ ձևավորվում են փաստացի առանցքներ, որոնց հետ տարբեր այս երկրների հետ հիմնականում Հնդկաստան, Էմիրություններ, Իսրայել, Հունաստան, Կիպրոս այս առանցքի շուտ, այս խմբի հետ աշխատանքը ավելի շատ օրակարգում հարցեր կան, որոնց հետ քննարկում են, խոսում են ռազմական, մնալ, միգուցե Իսրայելի հետ որոշակի օրակարգ այլ կարող է լինել, բայց չկա։ Մյուս առանցքի շուրջ, որ եթե նայենք Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Պակիստանի հետ վերջերս ենք, Սաուդյան Արաբիայի հետ վերջերս ենք, դրանք Թուրքիայի հետ ունենք պատմական չլուծված խնդիրներ եւ որը պետք է փորձել, այսինքն այստեղ աշխատել է պետք է առանցքի հետ էլ։ Այդ չի նշանակում այս առանցքը անպայման չկարելի գտնել նենց հնարավորություններ, որոնք կարող են հետաքրքրել։ Բայց Հայաստանի դիրքում ամենակարևորը այդ դիվերսիֆիկացնելն ու գտնել տարբեր այս ձևավորվող առանցքներում ինչ շահեր կարող են համընկնել մեր շահերի հետ, ինչը տրամադրել, ինչը դնել բանակցության շուրջ, խոսել, որտեղ կա նաև Իրան։ Այդ է ուզում հարցնել, այդ կոմունիկացիաների կենսունակությունը ինչպեսին կարող է լինել, եթե այսքան Իրան կա ի վերջո։ Դե հա, Իրան կա, բայց Իրանը շատ որքան էլ տարօրինակ թվա կամ մեդիա է, բայց շատ կոնստրուկտիվ է ասում, եթե հասկանում է, որ կոմունիկացվում է այդ խնդիրները Իրանի հետ, որոնք ասում, որը հասկանում է, որ դա իրեն ուղղված չի, իր անվտանգությանը չի վնասում, նա խոչընդոտներ չի ստեղծում։ Ունենք դեպքերը։ Որ դեպքերը։ Այդ քննարկումները, չէ, այսինքն տրիպի հետ կապված բազմակերպ տարբեր թևեր կան իրանական, ճիշտ է, տեսնում ենք այս վերջին նշանակումով ավելի ռազմական թևի ներկայացուցիչ ակտիվացում, բայց որքան էլ որ դա տենց լինի, բայց օրակարգում նման մեջպետական հարաբերությունները դիվանագիտություն երկխոսել, բացատրել, հասկանալ, դա դիվանագիտության հարց է։ Շնորհակալություն զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի արաբագետ, քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկ Քոչարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։